քաղաքն են, դժվար թե նրանց տեսնեն, նրանք այնքան փոքրիկ են, կարծես գոյություն չունեն, իսկ թե ովքեր են այդ ֆիքսիկները, գաղտնիք է շատ մեծ, իսկ թե ովքեր են այդ ֆիքսիկները, գաղտնիք է շատ մեծ, իսկ թե ովքեր են այդ ֆիքսիկները, գաղտնիք է շատ մեծ։ Էկո ախտորոշիչը։ Դե բարեկամներ տեսեք, թե ինչ եմ հայտնագործել։ Եվ ինչ է դա։ Էկո ախտորոշիչը։ Իսկ ինչի համար այն։ Այս սարքի օգնությամբ ստուգում են մրգերն ու բանջարեղենը։ Լավն են դրանք, թե ոչ։ Որպեսզի խնձորները, լոլիկները կամ սեխերը լավ աճեն, մարդիկ հողի մեջ ավելացնում են քիմիական պարարտանյութեր։ Վատն այն է, սակայն, որ երբ պարարտանյութերը շատ են լինում, ապա վնասակար նյութերն անցնում են նաև մրգերի ու բանջարեղենի մեջ։ Նման պտուղներն արդեն վնասակար են մարդու առողջության համար։ Էկոախտորոշիչը դա մի սարք է, որը ցույց է տալիս, թե որքան է վնասակար նյութերի պարունակությունը խնձորի կամ լոլիկի մեջ, եւ անմիջապես պարզ է դառնում։ Կարելի է դրանք ուտել, թե ոչ։ Տեսեք, էկոախտորոշիչը ցույց է տալիս, որ խնձորը լավն է։ Այսպես։ Ահա, սա էլ է նորմալ։ Ինչ անհետաքրքիր է։ Բայց սրանք բոլորն են լավն են։ Իսկ այժմ այս խնձորը մենք կդարձնենք վատը։ Ավելացնենք հնարավորինս շատ նիտրատներ, վնասակար նյութեր դրա մեջ։ Ինչի համար։ Ինչպես թե ինչի, որպեսզի ստուգենք, թե ինչպես է աշխատում սարքը։ Ահա, տեսնում եք, էկոախտորոշիչը ցույց է տալիս, որ խնձորը թունավորված է եւ ուտել այն չի կարելի։ Իսկ դա ախտորոշում են միայն խնձորները։ Ցանկացած պտուղ։ Ուզում եք ձմերուկ կբերեմ։ Միթե ձմերուկի մեջ էլ են նիտրատներ լինում։ Այն էլ ինչքան։ Մարդիկ հաճախ գործում են, չմտահոգվելով բնության մասին։ Բնության նահրելի վնաս են հասցնում գործարանների, քաղաքների, ինքնաթիռների, ավտոմեքենաների վնասակար արտանետումները։ Անհետանում են թռչուններն ու կենդանիները, աղտոտվում է օդը, ջուրն ու հողը։ Առաջանում են բազում այլ էկոլոգիական խնդիրներ։ Սակայն մարդիկ զուր են կարծում, թե էկոլոգիական խնդիրները լոկ բնության խնդիրներն են։ Վնասելով բնությանը, նրանք վնասում են իրենց։ Նրանք ստիպված են լինում կեղտոտ օդ շնչել, աղտոտված ջուր խմել եւ ուտել այն, ինչ աճել է քիմիկատներով թունավորված հողի վրա։ Որպեսզի մարդիկ էկոլոգիապես մաքուր կաթ խմեն, ու էկոլոգիապես մաքուր ձմերուկ ուտեն, ապա պետք է սովորեն ընկերություն անել բնության հետ։ Իսկ եկեք, ինքներս ստուգենք խնձորները։ Համավերցրինք։ Ոյ, գլորվեց։ Ոչինչ, միևնույն է, թունավորված էր։ Վայ, խնձորներ։ Լիզինկա, Լիզա, կանգնիր։ Լիզինկա, կանգ արեք։ Այժմ նստեք։ Ինչ է։ Դուք գցել եք։ Գցել եմ։ Այն թունավորված է։ Իսկապես։ Դժվարությամբ եք խոսում։ Այո, դժվարությամբ։ Դուք վատ եք զգում։ Վայ, վատ է։ Լիզինկա, ուշքի եկեք։ Դա այն խնձորը չէր։ Լիզինկա, ես թունավորել էի այն։ Ուշքի եկեք։ Դա այն խնձորը չէր։ Սոսկալի է։ Չի լսում։ Ինչ ենք անելու։ Հիմա կլսի։ Ալո, շտապ օգնությունն է։ Թունավորել են։ Չէ, ինձ չեն թունավորել, ես եմ թունավորել։ Այո, խնձորով։ Հրդե, այսինքն Դա էլ լավ խնձորը։ Իսկ վատը գլորվել էր։ իսկապես անհավանական է։ Լիզինկա, դուք տեսնում եք ինձ։ Ոչինչ չեմ տեսնում։ Իսկ այսպես։ Տեսնում եմ։ Ես տեսնում եմ։ Ես կրկին տեսնում եմ։ Շնորհավորում եմ։ Այս խնձորը թունավորված չէ։
Իսկապես։ Այն լավն է։ Ահա տեսեք։ Էկոախտորոշիչը ցույց է տալիս, որ վնասակար նյութեր չկան։ Արդեն ավելի լավ եմ զգում։ Սա գերազանց խնձոր է։ Եվ օգտակար։ Հրաշալի է նաև ձեր սարքը։ Եվ օգտակար։ Դուք հանճար եք, պրոֆեսոր։ Դուք փրկեցիք իմ կյանքը։ Դե ինչ եք ասում։ Ճիշտն ասած նրա կյանքը բրկեց Նորիկը։ Ես։ Չէ՞ որ դու մտածեցիր վայր գցել ձմերուկը։ Դե հա։ Իհարկե ես։